Ռուսաստանը վաղ առավոտյան նոր հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին և Խարկովին։ Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել։ Առնվազն 2 մարդ է վիրավորվել, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ իր զինված ուժերը հարվածել են Կիևին։ Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումներին ի պատասխան ռազմաարդյունաբերական օբյեկտների դեմ խմբային հարված է հասցվել ցամաքային բարձր ճշգրտության զենքերով։ Ռուսական կործանիչները հարվածել են Samsung Ukraine-ին, որտեղ ըստ Մոսկվայի արտադրվում են անօդաչու թռչող սարքեր և FP5 Flamingo հրթիռների բաղադրիչներ։ Խարկովի քաղաքապետի տվյալով վնասվել է ավելի քան 20 առանձնատուն, եկեղեցու պատուհանները, փողոցային լուսավորության ցանցն ու 5 մեքենա։ 2 տուժած կա քաղաքում։ Ռուսական հարձակման հետևանքով մոտ 1 ժամ տագնապ է միացել Օդեսայում։ Մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը 10 վիրավորի մասին է հայտնում։ 8-ը հոսպիտալացվել են, 1-ի վիճակը ծանր է։ Օդեսային հարվածելու համար դաշնությունը բալիստիկ հրթիռ է օգտագործել, պնդել է Օլեգ Կիպերը։ Մոսկվան նույնպես հաղորդել է ուկրաինական հարվածների մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով հոբ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում որսացել և ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական օդուժի ինտենսիվ կրակի տակ են եղել Վորոնեժի, Կուրսկի, Մոսկվայի, Ռոստովի մարզերը։ Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Սարատովում 1 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, Տելեգրամում գրել է նահանգապետը։ Ռոման Բուսարգինը հայտնել է նաև արդյունաբերական օբյեկտների վնասման մասին։ Վիրավորներ Ռոստովի մարզում էլ կան։ Նահանգապետը տեղեկացրել է, որ Ազովի ծովի Տագանրոգի ծոցում 2 տանկեր է վնասվել։ Յուրիս Լուսարը վստահեցրել է, դրանք դատարկ են եղել։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տրղազարյան, Հայլուր։